Ինչպես որ եղբայրը հիշեց, անուններ կան, բժշկություն կխնդրեն։ Ես պիտի հիշեմ նորեն անուններ կան, Մարալը, Դամասկոսեն, Սալպին, Հալեբեն, Լենան, վաղը Անջելային հետ պիտի աղոթենք օնլայն, հիշենք Ձովիգին, քաղցկեղը անորմար աղոթենք, որպեսի բժշկվի։ Եվ ինչ որ գհիշենք մեր աղոթներում մեջ դերը միապանությամբ եղած աղոթքը կպատասխանի, ասի փորձարապար է որ գսենք։ Սամվելի համար, Զավենին համար աղոթենք, անպայման բժշկության համար։ Դերը իր կորձը կատարյալ գնե, գիսկադար չի ցկեր, բայց միապանությամբ որ մենք Տերոջը կդանենք, փորձարապար դեսած ենք, որ բժշկություն եղած է։ Այսօրվա մեր նյութը պիտի ըլլա երանելիները։ Շատ անգամ կհիշենք մենք երանելիները, որ գտնվի Մատթեոս ավետարանի 5-րդ գլուխը։ Երանելի են եւ երանելի, բայց կուզեմ հարաճապան մտալ երանելիներուն մասին։ Հիսուս այս քարոզը լերան վրա դվավ, գսվի լերան քարոզը, եթե անդրադառնաք։ Ինչու լերան վրա է, որովհետև Աստված միշտ երբ որ բամը պիտի հայտնե, օրենքը պիտի դա, լերան վրա են գուտա։ Գհիշեք 5 ուխտին մեջ նորեն ասված օրենքներ դվավ, լերան վրա են։ Գհիշեք որ ու դվավ։ Մովսեսի դվավ դասնապանյա պատվիրանները Սինա լերան վրա են։ Այսպես Աստված խոսքը որ պիտի հայտնե, օրենքը որ պիտի տա սահմանադրություն։ Մաքուր հայերենով ասիկա երկնային արքայության սահմանադրությունն է, որ անգլերեն գսեն constitution, արաբերեն գսեն դաստուր, օրենք այսինքն։ So կան օրենքներ, կան սահմանադրություններ, որոնք ժողովրդային են, իմամ մենք ռիպաբլիկն ենք, ժողովրդային են, բայց կան սահմանադրություններ, որոնք թագավորական են, Royal Constitution գսեն, օրինակ հորթանանը թագավորական է, Սաուդի Արաբիան եւ այլն, բայց այս օրենքը Հիսուսի բեռնով է, որտեղ թագավորական է, այս անգամ երկնային թագավորական։ Օրենք մներ, որ պիտի դար, բայց Հիսուս այդ օրենքը շնորհքի փոխեց։ Առաջին անգամ Մովսեսի ադեն օրենքներ որ դրվեցավ, հիմա Հիսուսի ադեն շնորհքի սահմանադրություններ որ գդրվեր։ Բայց ինչու լերան վրա են, երկու պատճառներով, մեկ, որովհետև ան որ լերան վրա գնստի, ցածի նստողներ գտեսնեն բարձր դեղ են։ Երկրորդ, ցայն ավելի հստակ կուկա։ Հիմա Հիսուս ուրիշ դեր խոսեցավ, բայց գտեսնենք որ բարձ դեղեր խոսեցավ, ժողովրդային դեղերը, դաշտի մեջ, բայց ասիգա առաջին անգամ եւ ասկից առաջ ետքը ուրիշ լերան քարոզ չի դրվեցավ, որտեղ ասիգա երկնային սահմանադրություն մներ։ Հիմա պիտի տեսնենք որ ինչ են այս սահմանադրություններ, մեկ պատճառով գա, որ ասիգա դերոճմեն է եւ որ օրենք մը գադարես տուն գարվարության Կեզի ապրիս և պարի չսեր։ Եթե սխալ ըրիր գպրնվիս և գբաճվիս, բայց ասզոքով երանելիություն գա։ Եթե ըրիր ասի երանելի է կեզի և հետը խոստում գա, որ խոստում վիթասնի։ Աստված լեցուն է իր խոստումներով և Աստված չի զլանար իր խոստումները իրականացնելու համար։ Ինչ էր առաջինը։ Երանի հոգիով աղքատներուն, վասնզի երկնքի թագավորությունը անոնց է։ Հիմա հոս երանելի, այսինքն օրհնյալը լաք դուք, որ հոգիով աղքատներ եք, որովհետև երկնքի թագավորությունը ձեզի է։ Հոս ինչս էլ է հոգիով աղքատ։ Երբ որ մեկը աղքատ կլա, ասել է թե բամը չունենար։ Չէ՞։ Աղքատ բամը չունի, բայց հարուստը ճիշտ հագարակ ամեն բան ունի։ Ուրեմն ասել գուզե որ երանի անոնք, որ Աստծո աղքատություն ունին, Աստծո փափակը ունին, Աստծո գխնդրեն, աղքատը միշտ դրամ գխնդրե, գերագուր գփնդրե,
գխնդրե եւ գփապակի։ Հիմա յուրաքանչյուրիս է այս հարցումը, որ դու աղքատ գսկաս Աստծո հանդեպ, պետք է գսկաս Աստծո հանդեպ։ Քու բոլոր գարիկներուդ մեջ, թե արդեն գշտացած ես, պետքություն չես զգար, երբ որ նեղություն ունեցար, դիմեցիր Աստծո, եւ Աստված տվավ, ունեցար, հիմա այլևս կփնտրես Տերոջը, թե ոչ նույն ձևով, փուն փապակով միշտ Տերոջը ներկայությունը քեզի պետք է, անոր հետ հաղորդակցություն, անոր հետ չերմ հարաբերություն, ինչ որոշում որ բիդանես քու կյանքիդ մեջ անով գարնես, ինչ ծրագիր որ ունիս Տերոջով գնես քու ծրագիր, որտեղ անոր պետքությունը կսկաս, ամեն ադեն քու առօրյա կյանքիդ մեջ, քու ամեն ժամ որ դու գաբրիս, որ սիրտդ կզառնե, պետքությունը կսկաս Տերոջը։ Հիսուս խոսքը ուղեց եկեղեցիներուն, երբ որ գարտանք հայտնություն Հովաննու, ուրեմն գհանդիպին կոն երրորդ գլխուն մեջ 14-րդ գլխեն սկսյալ այս խոսքը գսե Լավոդիկեի եկեղեցի նայեցեք ինչ գսե գիտեմ քու գործերդ հիմա դեր բոլորիս գսե գիտեմ քու գործերդ քու կյանքդ ես տեղյակ եմ այսօր ինչ որ ապրեցար ես տեղյակ եմ քեզ մե որ ոչ բաղ ես ոչ տակ քիչ մը խրադական գխոսի եւ խիստ գխոսի երանի թե բաղը լայր կամ դակ ուստի տուն որ քաղջ ես ու ոչ դակ ոչ ալբաղ կես պերնես դուրս պսխելու եմ նայեցեք քաղջ կյանքը երբ որ դու պետքություն ունենաս Աստծո գուզես երբ որ պետքություն չես զգար չես ուզեր երբ որ պետք լանը դերոջը գանչես պետք չլանը ոչ ալ գհիշես պերնես դուրս պսխելու եմ կես Աստված չսիրեր քաղջ կյանքը որ դու ադեն գփնդրես ադեն who cares գսես Նայ հոս շատ կարևոր բան գսե քանզի գսես ես հարուստ եմ ու մեծա եւ բանիմը գարոտ չեմ բայց չես գիտեր որ դու խեղճ ու դժվարական ես աղքատ ու գույր ու մերգ ես ասե մեր վիճակը առանց Աստծո մենք գույր աղքատ եւ մերգ ենք ուրեմն ասիկա մեզի երանելիություն մնե երբ որ դու ամեն բարակայի մեջ ամեն ադեն դերոջը գտիմես դերոջը հետ գպաժնեկցիս կու բոլոր խորհուրդներդ կու բոլոր մտածումներդ կու բոլոր պետքերդ դերոջմեն confirmation գարնես հոն դերը իցերկը գերգարե քեզի եւ միշտ իր շուքին դագը գլաս երանելի ես դու երկրորդ գսե Երանի սկավորներուն վասնզի անոնք բիդի մխիթարվին։ Հիսուս ոս ճուվեր այն երանելին անոնք որոնք իրաբես սկավոր են, որ մեգումը գործընծուցին։ Պարեգամի գործընծուցին, գամ թե սիրելի գործընծուցին, Հիսուսի ըսած սուկը անոր համար է, որ միշտ Հիսուսի խոսքը հոգևոր է, ֆիզիկական չէ։ Երանի քեզի եւ որ դու սուկ կնես այն հոգիներուն, որոնք դերոջմեն հերույ են, գդանչվին հիվանդ են, բայց դերը լուրջունին դերոջմեն։ Քու սիրելիներդ, քու բարեկամներդ, քու ասկականներդ, քու ազգդ, որ դերոջը գհրեն, դերոջը չեն հիշեր եւ դու գտիդես որ անոնք կահավեժի մեջ են, դժողքի մոդ են արդեն եւ Հիսուսի կալուստան մոդ է Դու որչապ գծավիս անոնց համար, որչապ արդյունք գտապես անոնց համար, որ Հիսուսի կան անոնք։ Հոս ասիգա իսկապես սուկ է, ճիշտ Երեմիա մարգարեին նման, իր ասկին համար միշտ կուլար, որ ով դեր, հիշե իմ ասկս, որ օդար չասվածներ գբաշտեն, սիրեներ մեր Հայաստանի մեջ այսօր չասվածներ գբաշտվին, Անահիդի գույսի արցանը պերերեն, սկսերեն անի բաշտելու, նայեցեք ինչ վիճակի մեջ ենք մենք, հոս Աստված գծկե, բայց երանի է մեզի, երբ որ մենք արցունքոտ աչկերով գաղոտենք, գուլանք և գխնդրենք դերոջը միջամդությունը,
Այս խոսքը մեր հայ ասկին գուղվի, որ այսօր լանք մեր ասկին համար աղոթքով, աղաչանքով, ապաշխարությունով, որովհետեւ Հիսուս իր երեսը դարձնե մեզի։ Եթե ադիգա Աստված իր երեսը չդարձնե մեզի, մենք մեր Հայաստանն ալ ցերկեն գերտա։ Հիմա ադենն է։ Ուրեմն հոս սիրեներ, մենք պետք է մեր հարազատներուն համար սուկ ընենք։ Ոչ թե միան նստինք լան, այլ դերոջը թիմենք, որ դեր փրգե մեր սիրելիներուն, փրգե իմ եղբորս, իմ կրոջս։ Եվ մանավանդ մայրերու աղոթքը գիտեք որ չափ զորավոր է սիրեներ, շատ զորավոր է։ Նույնիսկ մայրեր եղած են այս աշխարհեն մեկնած են, բայց իրենց աղոթքը յետքը պատասխանված է։ Ես անցյալները գլսեի մեգում վկայությունը, որ միասերական էր, գեյ էր, բայց իր մայրը գաղութեր իրեն համար։ Գիշեր ցերեկ իր մորը նամակները գտնե այս անցը եւ գտեսնի որ իր մայրը նույնիսկ իրեն համար աղոթեր է որովհետեւ AIDS-ի չփռնվի, AIDS վիրուսի։ Եվ հիմա այդ անցը ավետարանի չէ, Աստծո եկած է եւ ապաշխարած է եւ բրգություն ունի եւ Աստծո խոսքը կկարոզ է։ Այս է ճշմարիտ սուկը, որ մեր սիրելիներուն Հիսուսի գպերենք եւ անոնց կյանքը գազադակրենք։ Երրորդ Երանի հեզերուն վասնզի անոնք բիդի ժարանքեն երգիրը։ Երանի հեզերուն, Աստծոկով շատ երանելի է հեզերը, խոնարհները, Աստված Աստծո սրդին մեջ մոդ են անոնք, որոնք հեզ են եւ սրդով խոնան։ Ճիշտ ասոր համար Հիսուս ինքը հեզ էր։ Սա ուրեմն Մատթեոսի մեջ է գսե ինձ մեզ օրվեցեք, որ հեզ եմ ու սրդով խոնար, ձեր անձերուն հանգստություն պիտի գտնեք։ Հիսուս Աստված ըլլալով հեզ եղավ, խոնարհեցավ, մեր սիրույն համար մահվան մատնեց իր անձը։ Այսպիսի հեզություն, այսպիսի խոնարհություն, հեզությունը արդակին երևույթն է, եւ որտուն հեզ գլաս, քաղաքավար գլաս, մեգումը գփարսացնես, փոխանակ անոր դեր դալուտուն չես տան հոն նստիր անոր հրել հրմշտիկե թուն անոր դեր գուդաս գզի չանիս հեզությունը այս է, բայց խոնարհությունը ներսանց սրդանց է խոնարհությունը, համբալ որ գսեն։ Անոնք պիտի ժառանգեն երգիրը, այսինքն անոնք պիտի ժառանգեն ամեն ինչ, քալիքի մեջ ինչ որ Աստված պիտի դա, անոնք ուրիշ դեմը գսե Աստծո բարեկամությունը գսե իր մե վախճողներուն հետ է, որոնք հեզ են։ Աստված հեզերը շատ կսիրե, բայց Աստծո թշնամի չսիրած մեկ բանը գիտեք ինչ է հբարդությունը, ճիշտ հագարակը, որ Սատանան ճիշտ ասոր համար որ հրեշտակապետ էր, զարնվեցավ իր հբարդության երեսեն եւ ինգավ եւ այլևս չելեր։ Չորրորդ Երանի անոնց, որ անոթի ու ձարավ են արդարության համար, վասնզի անոնք պիտի գշտանան։ Հոս կարևոր գետ մը գա, որ ասի բոլորիս համար է։ Մանավանդ անոնց համար, որոնք այսպես կմտածեն, ես արդար եմ, ես բարի եմ, ես անգեղծ եմ, ես մաքուր եմ, ես մեկումը սուտ չեմ խոսիր, ես մեկումը իրավունքը չեմ ուդեր, ես տրախտ գերտամ, որտեվ ես բարի եմ։ Հոս արդարություն մը գա, որ Քրիստոսի արդարությունն է։ Եթե դու քո վրատ Քրիստոսի արդարությունը չլաս, չես կնար հավիտենականությունը ժառանգել։ Պիտի ընդունես, որ Հիսուս քեզի համար զոհվեցավ։ Աստչափ թյուրին փամը Միդիկաս եւ խոնարհիս իր արջև ասես, որ դեր ես պետքություն ունիմ քո արդարությանը։ Հիսուս մեր արդարության համար իր արյունը թափեց։ Մեծ սուղ կինը վճարեց։ Ճիշտ ասոր համար Պողոս առաքյալ առաջին Կորինթացիս առաջին գլխուն մեջ կսե իսկ դուք անգե եք Քրիստոս Հիսուսով, որ մեզի Աստծմե սրբություն, իմաստություն, արդարություն եւ փրկություն եղավ։ Արդարությունը
այն է, որ Հիսուս մեզի իր արյունովը գարտարացնի եւ հոր Աստծոկով գիգեցնի։ Քու արդարությամբ է որ դու գրնաս ներս մտնել հավիտենականության։ Առանց Քրիստոսի արդարության դու չես կնալ, ինչ կուզես ռե, կուզես միլիարդներ դուր։ Բայց եթե Քրիստոսով չես արդարացած հոր Աստծո առջև, ասել է թե չես հաշտված։ Հիսուս երկինքեն իջավ, որովհետեւ երկինքը եւ երկիրը իրարու հետ հաշտեցնե, մարդ արարածը արդարացնե։ Եվ որ Աստված կթիդե մարդուն, եթե դեսնե, որ ադիգա իր զավգին արյունովը արդարացած է, գսե մդիր հավիտենականություն։ Չեն է չի գրնար մտնել։ Ուրեմն մեզի պետք է արդարությունը, Քրիստոսի արդարությունը։ Եվ ես այսօր հրավեր բիտամ, անոնք, որոնք գուզեն արդարանալ Քրիստոսով, որբեսի կանք եւ Հիսուսը ընդունենք եւ այստեղ այն արդարացած երթանք։ Չես գիտեր, որ վաղը ինչ մի դլա։ Ամեն։ Հինգերորդ ուրեմն Երանի ողորմածներուն վասնզի անոնք ողորմություն պիտի գտնեն։ Աստված ողորմած է, քերակույն ողորմած անձնավորությունն է։ Մեկ հատ հիշե, որ այս շաբթվա մեջ երբ գերագուրջի գերար, տրամչուն է իր։ Աստված քեզի ամեն ադեն հոգած ողորմած եղավ։ Քու ձախսդ, քու հակուստդ, քու խմելիքդ, քու ուդելիքդ։ Մեկ հատ արդվնեմ մտածեմ ինչև հիմա ինչ որ ես դերոջ ողորմությամբ ես։ Եթե դերոջ ողորմությունը գեցավ, ասել է թե քու կյանքդ գեցավ, այսօր շատեր այս վարգյանին հոս չեն, հավիտենականության անցան։ Բայց միթե մենգալ մեծ չէ ողորմած ըլլանք։ Երբ որ մեկը գուկա քեզ մե փամ մոգուզե, երբ որ դու ունիս, ամոր պիտի ասես որ կնա, դերը քեզի թողնա։ Ճիշտ այսօր համար նայեցեք ինչ կսե Հակոբոս առաքյալը։ Ուրեմն Հակոբոս երկրորդ գլխուն 15 եւ 16 այսպես կսե. Եթե եղբայրը կամ քույրը մերկ ըլլա կամ օրվան գերագուրին գարոտ ու ցեզմե մեկը անոնց ասե կացեք խաղաղությամբ դակցեք ու գշտացեք բայց մարմին պետք եղած բաները անոնց չդա ինչ օգուտ ունի եւ որ դու ունիս կարողություն Աստված քեզի դվեր է ուրեմն ողորմած եղիր որպես երբ որ դու դերոջը ցանդ բարձրացնես խնդրես դերը քեզի շուտով դա գսե Երանելի անոնք որոնք ողորմած են նորեն գուզեմ ասել ողորմություն պիտի գտնեն ասիգա է խոստումը դու ողորմություն գնես ողորմություն գտնես շուտով այն ադեն չես սպասեր այն ադեն չես չարչարվիր Աստված քեզի շուտով պատասխան կտա վեցերորդ Երանի անոնց որ սրդով մաքուր են վասնզի անոնք պիտի տեսնեն Աստված շատ կարևոր է այսօր Սրդով մաքուրը անի չի նշանակել, որ ես մաքուր եմ, ոչ։ Սրդով մաքուրը ասել է թե սրբության կյանքը տուն գաբրիս, տուն Աստծո առջև սուրբ ես, և դերը գանչած է բոլորնից, ինձի պես ես սուրբ եմ, դու գալ սուրբ եղեք կսե։ Սուրբ եղեք աշխարհային հաճույքներու, Սուրբ եղեք մարմնային ցանկություններու մեջ, Սուրբ եղեք, որտեղ դու դերը կբաշխտես։ Եթե գուզես որ դու բարձր արժեք ունենաս Աստծո առջև, Աստված սրբության գնայի։ Եթե դու գուզես Աստծո առջև ընդունելի ըլլաս, սրբության կյանքը ապրիր։ Սրբության մեջ բարձրացիր, որտեղ որ դու սրբության մեջ կբարձրանաս, Աստծո ավելի մոտիկ կսկաս։ Աստծո հայտնությունը ավելի շուտ կդեսնես, կհայտնվի քեզի։ Սրբության կյանքը Աստված ամենի շատը կփապակի մեր կյանքին մեջ, որովհետև Աստված սուրբ է, Աստծո մեջ ճիշտ հագարակը չկա, գետը չկա, եւ գուզե որ անոնք որոնք իրենք կան
մաքուր ըլլան, սրբով, մտքով և մարմնով, մաքուր գուզե Աստված։ Եվ երբ որ դու սրբության կյանքին մեջն ես, չարը ամեն չանք կնե, որ քու սրբութեն հետ իննացնե քեզի։ Մեկ ինգարն է, այլևս ելնելը դժվար է, անորմալ միշտ սրբության կյանքը արժեք դուր սրբության կյանքին, որտև եթե դու ունիս բարգևներ, այդ բարգևը Աստծո օծությամբ է, որ դու հաջողություն ունենաս։ Աստծո քերակույն նվերը հավատացյալին համար մեկ բան է, օծությունն է։ Օծությունը Սուրբ Օգիով է։ Սուրբ Օգին supernatural ներկայությունն է։ Եթե դու բարգև ունիս, մեկ օծություն ուրիշ է։ Քու բարգևդ առանց օծության չի կործեր։ Արժեք չունի։ Ինչ կուզես եղիր։ Հիմա ասենք թե Մարիանան քիչ առաջ գերկեր։ Եթե օծություն չունենա, իր երկեցողությունը սրդերու չի տպնար, որոնք փրկության գուկան։ Կամ մատչելի չլար իր երկեցողությունը, որտև սրբության կյանքը Աստծո առջև ընդունել, Աստված ճուդով կմեջամդե սրբության մեջ։ Եվ եթե բարգևներ քիչ առաջ ինչպես որ ասի, ունենաս քու բարգևները օծությամբ կլա, բտղապեր կլա քու բարգևներդ։ 7-ը Երանի խաղաղություն ունողներում վասզի անոնք Աստծո որդիներ պիտի գոչվին։ Մարդիկ կան, որ խաղաղություն ընել գսիրեն, ընտանիքներու մեջ, անհատներու մեջ, ազգերու մեջ, մարդիկ ալգար, որոնք խռովություն ընել գսիրեն, բادرազմ, վիճապանություններ մեջտեղ գելն է, բայց մեր դերը խաղաղության իշխանն է, չէ՞։ Վասնզի անոր անուն բիտ դրվի, որ գսե, անոր անունը սկանչելի խորհրդագից հզոր Աստված հավիտենականության հայր խաղաղության իշխան է։ Եթե դու խաղաղություն ըրիր, ասել է թե դու անոր զավակն ես։ Եվ դու Աստծո առջև հաճելի ես, եւ որ դու խաղաղություն գնես քու շրջանագիտ մեջ, եկեղեցիներուն մեջ։ Այսօր շատ տեղեր կան բարակնումներ, բաժանումներ, բայց խաղարար մարդ կփնդրվի այսօր։ Մեր հայրենիքին մեջ խաղարար մեկը կփնդրվի։ Եվ ասիկա դիդրոս է, դու Աստծո զավակն ես, դիդրոս է ուղագի։ 8-ը Երանի անոնց, որ հալածված են արդարության համար, եւ վերջինն է, ասի գսե, Երանի է ձեզ, երբ կնախադեն ձեզ ու կհալածեն։ Ասի նորեն գուզեմ գարտալ, Երանի է ձեզի, երբ կնախադեն ձեզ ու կհալածեն եւ սուտ դեղը ամեն կերպ քեզ խոսքեր կխոսին ձեր վրա ինձի համար։ Ծնծացեք եւ ուրախ եք, վասնզի ձեր վարձքը շատ է երկինքը։ Հիմա երբ որ դու Աստծո զավակ ես, երբ որ մեկը քեզի գնախադե, մի նեղանար, ուրախացի, որտեղ ադեգա կրեդիտ է քեզի համար։ Գսեն, հավատացյալը, հոգևորը, ապաշխարածը եւ այլն, եւ քեզի խոշորացույցով գտիդեն։ Սիրելիներ, մենք արյուն թափելու չափ չի քննադատվեցանք։ Չի հալածվեցանք, ասում բարակ բաներ են։ Այսօր Նիջերիայի մեջ հազարավոր քրիստոնյաներ կմահանան, այսօր իրենց արյունը կթափեն Քրիստոսի համար։ Չարժեր անոր համար մենք Քրիստոսի համար նախատվինք մարդոց մեջը։ Մեկը գուզե մեր գողքին խոսին, it's okay, թող խոսի, կոնեմ ես ավելի կփարսանամ Աստծո աչքին։ Պատասխան մի դար, աղոթե անոր համար, օրհնե անոր, եւ որ դու մեկը քեզի գանիձե, եւ որ դու գործնես անոր։ Գիտես ինչ կլա այդ անեցքը քեզի գուկա եւ ավելի զորավոր իրեն գերտա։ Որտեւ օրհնության թեմ օրհնություն, անեցքի թեմ օրհնությունը ամենամեծ զենքն է։ Աստված չուզեր, որ մեր բերնեն թե անեցք եւ թե օրհնություն բխի, միայն օրհնություն թող բխի։ Եվ թողները դա որ սիրելներ, այս երանելիները մեզի համար թող լան, ինչպես որ գարտացինք սահմանադրությունը Հիսուսե, որ իմ կյանքիս մեջ առաջին անգամ
սահմանադրություն մտրավ։ Ինչ է Երանի հոգիով աղքատներուն վասնզի երկրի թագավորությունը անոնցն է։ Երկրորդ, Երանի սքավորներուն վասնզի անոնք պիտի մխիթարվին ինչի համար սուկնել մեղավորին համար։ Երեք, Երանի հեզերուն վասնզի անոնք պիտի ժարանքեն երկիրը։ Երանի անոնց, որ անոթի ու ձարավ են արդարության համար, վասնզի անոնք պիտի գշտանան։ Երանի ողորմածներուն վասնզի անոնք ողորմություն պիտի գտնեն։ Երանի անոնց, որ սրդով մաքուր են, վասնզի անոնք պիտի տեսնեն Աստված, սրբության կյանքը չմոռնաս, հարաճ տար սրբության կյանքը, որպես Աստծո աչքին մտնես։ 7-ը Երանի խաղաղություն նորներուն, վասնզի անոնք Աստծո որդիներ պիտի գոչվին, այլևս գեցիր, ասոր անոր յետևեն խոսելու խաղաղության մասին խոսիր։ Հաշտություն ըրե, Երանի անոնց, որ հալածված են արդարության համար։ Թող Հոր Աստծո սերը, Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը եւ Սուրբ Հոգին հաղորդությունը կամ հաղորդակցությունը բոլորիս հետ լա։ Հանուն Հոր եւ Որդու եւ Որդու Սրբո ամեն։